Տեսեք, այս օրերին մենք նկատում ենք, որ Աննա Հակոբյանը հրապարակայնորեն այլևս վիրավորում է իրենց քննադատողներին։ Ըստ ձեզ սա ինչով է պայմանավորված։ Կարծում եմ միանշանակ պայմանավորված այն հանգամանքով, որ այս իշխանությունները, այդ նաև Աննա Հակոբյանը հասկանում է, որ նրանք այլևս չունեն ոչ վստահություն, ոչ իշխանություն այս երկրում, եւ դա կարծում եմ իրենց դեպքում նորմալ ռեակցիա է։ Նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչից հետո է այսպես ասած, եւ անկախ նրանից, թե ինչ վիրավորանքների կդիմեն նրանք կամ ինչ քայլերի կդիմեն նրանք հասկանում են, որ իրականությունը այլևս անխուսափելի է, նրանք շատ լավ գիտակցում են դա եւ անկախ նրանց յուրաքանչյուր քայլից ընդդիմադիրները չեն հանձնվելու եւ շարժվելու են առաջ։ Ինչու է այլևս հրապարակայնորեն, այսինքն իրենք հասկանում են, որ մարդիկ այլևս բաց գիտակցում են ու տեսնում են իրենց թալանից սկսած մինչև դավաճանությունը։ Միանշանակ թալանից սկսած մինչև կոռուպցիայի ամենավերջին դրսևորումները ամեն ինչ արդեն բացահայտ երևում է, այստեղ անգամ խոսելու բան չկա կարծում եմ։ Բացահայտ երևում է թե կոռուպցիան թե թալանը, որոնք որ նրանք բացահայտ կերպով իրականացնում են, փորձում են իրենց կոռուպցիան եւ թալանը տանել օրինական դաշտ, սակայն քանի որ կրկնում եմ, ժողովուրդը արդեն բացահայտ տեսնում է եւ շատ լավ հասկանում է, որ նրանց քայլերը անօրինական են եւ արդեն անցել են բոլոր կարգի գծերը, բոլոր թույլատրելի սահմանները, այստեղ այլևս հարց չկա կարծում եմ քննարկելու այդ առումով։ Իրենք այլևս ինքն էլ գրել, որ եթե ժամանակին նեղ միջավայրում, ապա այլևս հրապարակայնորեն ոչիլ, էշ, տգետ, տխմար, ահա այս տերմինոլոգիայով են իրենք այլևս մարդկանց որակումներ տալիս, պատկերացնելու է, թե իրենք նեղ միջավայրում ինչեր կարող են ասել, օրինակ 3 միլիոն վարչապետերին կամ հպարտ քաղաքացիներին։ Կարծում եմ բացահայտ երևում է մարդկանց կրթության մակարդակը ավելի շատ, հաշվի առնելով նրանց օգտագործած բառերը, օգտագործած տերմինները, որոնք նրանք օգտագործում են թե ժողովրդի, թե նախկին նախագահների հետ կապված, ըստ կարծում եմ սա կրթության պակասը ավելի շատ եւ մակարդակները անհամեմատելի են։ Բայց իրենք կրթվելը նորաձև է, արշավ են տեսնում եք իրականացնում։ Ու մի հատ էլ ասում են, որ ձեր ուղեղները նեխած են, այդ դրա համար ենք ասում եկեք կրթվեք, կրթվելը նորաձև է։ Տեսեք, արդեն 7 տարի շարունակ այս իշխանությունները փորձում են ներշնչել, որ աղքատությունը ժողովրդի ուղեղի մեջ է, որ նրանք կրթված չեն, եթե օրինակ դասախոսը ստանում է 60-70 հազար դրամ աշխատավարձ, ուրեմն կրթության պակաս ունեն եւ այլն, բայց բոլորից հասկանում են, որ խնդիրը ոչ թե ժողովրդի մեջ է, այլ իրենց կառավարության մեջ է։ Նրանք քանդում են բոլոր այն արժեքները, որոնք որ կարեւոր են մեզ համար, եւ առաջին հերթին հենց այն կրթության ոլորտը, որի մասին իրենք խոսում են, առաջին հերթին հենց կրթության ոլորտը ավիրողը իրենք են, սկսած համալսարանական իրենց շարժումներից, որոնք որ իրենք կատարել են, հա, դեմ համալսարանների, ռեպրեսիաները, որոնք որ կիրառել են ուսանողների նկատմամբ, հա, կամ չգիտեմ, ասենք օրինակ համալսարանի դասախոսների նկատմամբ, այստեղ բացահայտ երևում է, որ հենց առաջին ուսման կրթության ոլորտը քանդողը հենց իրենք են։ Այդ իսկ պատճառով կարծում եմ կրթության մասին վերջին մարդիկ են նրանք, ովքեր իրավունք ունեն խոսելու։ Բայց արշավներ են անցկացնում։ Հիմա անկախ նրանից իրենք ինչ անցկացնեն, արշավներ անցկացնեն, թե ինչ են անցկացնեն, իրականությունը դրանից ընդհանրապես չի փոխվում, կրկնում եմ, կրթության ոլորտը առաջին հերթին քանդում են իրենք եւ մարդիկ, ովքեր իրենք չունեն կրթություն բավականաչափ, չեմ կարծում, որ իրենք կարող են որևէ արշավ կատարել կամ կրթության ոլորտում որևէ բարեփոխում կատարել կամ էլ մարդկանց իրավունք ունենան ասել, որ կրթությունը, չգիտեմ, ձեր պակաս է միտեղ, այնպես չի, կամ ասենք օրինակ աղքատությունը ձեր ուղեղների մեջ է։ Մենք նաև շատ անառողջ միջավայրում ենք հիմա, մենք ամեն օր լսում ենք սպանություններ, մահեր, դժբախտ պատահարներ, սրան զուգահեռ նաև աննախադեպ իրողություն է քննչական կոմիտեից գողությունը, այդ սա ինչի դրսևորում է ձեզ։ Սա այն ամեն դրսևորումն է, որ այսօր բոլոր պետական պաշտոններում, բոլոր պաշտոնյաները, որոնք որ այսօր զբաղեցնում են իրենց պաշտոնները, կամ պատահականության սկզբունքով, կամ բախտի բերման պետք է հայտնվել, ոչ ոք ոչ մի աղերս չունի իր կատարած աշխատանքի հետ կապված, եւ կարծում եմ հենց ամենաառաջին պատճառը կայանում է դրանում, որ եթե մարդը չի դիապետում իր աշխատանքին, չի դիապետում իր մասնագիտությանը, հետեւաբար չի կարող նաեւ վերահսկել իր ոլորտում տեղի ունեցող որոշակի գործողությունները։ Դե պատկերացնելու է, ինչ աբսուրդային վիճակի քննչական կոմիտեից են գողություն անում։ Միանշանակ եւ սա միակ աբսուրդային բանը չի, որը որ տեղի ունեցել վերջին 7 տարիների ընթացքում, բազմաթիվ են օրինակները։ Չնայած երեք մեր հյուրերից մեկը ասում էր, ով է հիմա հիշում կոկայինի մասին, որը եկավ Հայաստան, հիշում եք, հիմա ուր է դա, ինչի մասին է խոսքը։ Միանշանակ բոլորի գործերն շատ տարօրինակ ձևով կարելի ասել, որ արագ մոռացվեցին, այսպես ասած, բայց ժողովրդի շրջանակներում այդ գործերը ընդհանրապես չեն մոռացվել։ Բոլորն շատ լավ հիշում են, բոլորը գիտակցում են եւ ձեր հենց առաջին հարցի հետ կապված եւ ֆրասցիկ որ կոռուպցիայի դրսևորումներ եւ այլն ժողովուրդը շատ լավ հիշում է եւ հասկանում է, որ բոլոր այդ գործողությունները, որոնք որ չեն մոռացվել, ժողովրդի կողմից հիշվում են եւ բոլորն շատ լավ հասկանում են, թե ինչի դրսևորում է դա եւ ինչ ձևով են դա դրսևորում։ Եվ նորից վերադառնալով առաջին հարցին, տիկինը գրել էր, որ մի վախեցեք, վախենում եք պատերազմից, վախենում եք խաղաղությունից, սա օրինակ դուք վախենում եք իրենից։
տեսեք, ուրեմն հենց ամենաառաջին վախեցողը հենց իրենք են, իրենց իշխանության պարագլուխներով, հենց առաջին իրենք են վախենում պատերազմից եւ բացի այդ ցույց են տվել մեկ անգամ չէ ցույց են տվել, բացի այդ ցույց են տվել թե ինչպես են նրանք վախենում մեր ճշտամուց, ինչպես են կատարում մեր ճշտամու բոլոր պահանջները, որոնք որ օրորի շատանում են եւ միայն շատանալու են, որովհետեւ հենց այդ նույն վախը, որի մասին իրենք խոսում են։ Ճշտամին արդեն մի անգամ չի եւ 1 տարի է չի, որ այդ վախը զգացել է եւ շատ լավ հասկացել է, որ այս իշխանություններին ինչ ասեն, դա անելու են, որովհետեւ առաջին պատերազմից վախեցողը հենց նրանք են եւ բացի այդ 2020 թվականի պատերազմը դեպքերը 44 օրյա պատերազմը մեզ ցույց տվեց թե իրական վախեցողը ով է։ Չէին վախենում են մարդիկ, ովքեր որ առաջնագծում 44 օր կյանքի ու մահվան կռիվ են տվել ճշտամու հետ առանց վախենալու, ոչ ոք չի հանձնվել, վախենում են իրանք իրենց հրամաններով, որ հրաման էին տալիս նահանջելու, հրաման էին տալիս չկրակելու եւ մինչեւ օրս էլ շարունակում են այդպես։ Եվ կրակոցները շարունակում են այսօր սահմանամերձ գյուղերի Կրակոցները միանշանակ սահմանում շարունակվում են եւ շարունակվելու են ուղիղ այնքան ժամանակ, քանի որ այս իշխանությունները վարում են իրենց զիջողական եւ դավաճանական քաղաքականությունը, ոչ մի զարմանալու բան այդտեղ չկա կարծում եմ, բացի այդ փաստը եւ այդ փաստը կրկնում եմ, շարունակվել է ուղիղ այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները գտնվում են իշխանության ղեկին։ Շնորհակալություն։